Հարցազրույցի հատվածը վերջում։ Ստեոպա Սաֆարյան ասում է, հարևաններից Թուրքիայից եւ Ադրբեջանից նկրտումներ չունենք, բայց Արցախը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն է, Հայաստանի կողմից չճանաչված անկախ միավոր է։ Տեղյակ ես, որ Արևմտյան Հայաստանի կառավարություն էլ կա, նա էլ է անկախ։ Հաջորդ հարցազրույցին դա էլ ասա։ Այն նոր իմացա, թե Արցախը պաշտպանելիս ինչու կռիվ չգնացին կուշտ տղերքը։ Արցախը Հայաստանը չէր ճանաչել։ Փաշինյանը չզուգորդի երկու բան։ Նա այստեղ խաղ է ներկայացնում մեր հասարակությանը, հայոց ցեղասպանության ճանաչումը եւ տարածքային նկրտումները երկու տարբեր բաներ են։ Մենք պետք է հայոց ցեղասպանության ճանաչումը որպես արդարության վերականգնում։ Հայաստանի Հանրապետությունը չունի տարածքային նկրտում հարևան որևէ երկրի նկատմամբ։ Չեք ասում գնալու եք Արևմտյան Հայաստան։ Չունի տարածքային նկրտում, Արևմտյան Հայաստանը մեր հայրենիքն է, բայց ոչ Հայաստանի Հանրապետությունը չունի որևէ տարածքային նկրտում, հայ ժողովրդի հայրենիքն է, բայց ոչ Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունը չունի որևէ նկրտում, եւ նա թող երկու բաները չմիացնի երկու հարցերը։ Միայն Թուրքիայից չէ, չունի որևէ նկրտում։ Արցախը Ասեմ։ Հարցեցիք հարևաններից։ Այո, բոլոր հարևաններից Հայաստանի Հանրապետությունը չունի նկրտում։ Այսինքն Արցախը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախ միավոր է միշտ եղել եւ Հայաստանի մաս չի կազմել, անկախ միավոր է։ Ճանաչված անկախությամբ իր անկախության օրով Այդ դրա վերաբերյալ ինչ